Հովիվն ու մարտ ամիսը։ Իտալական հեքիաթ։ 3 տարի հովիվն արածեցրեց կալվածատիրոջ հոտը։ Իսկ երբ ժամկետը լրացավ, կալվածատերը որպես վարձ նրան տվեց մի այծ ու մի ուլ, նաև մի ոչխար ու մի խոյ։ Հովիվն ինքն իրեն ասաց. «Այլևս բատրակություն չեմ անի։ Այժմ արդեն մի ամբողջ հոտ ունեմ, այծ ու այծիկ, ոչխար ու խոյ, սրանից հետո կլինեմ իմ գլխի տերը»։ Թե ինչպես էր նա իր հոտը պահում, պատմել հնարավոր չէ։ Խոտը մեկ-մեկ պոկում էր ու փեշով բերում նրանց, դե կողով չուներ։ Ջուրը հեռավոր աղբյուրից էր բերում, իր գլխարկով, որովհետև դույլ անգամ չուներ։ Եվ ահա, 1 տարի անց այծը 2 ուլ ծնեց, իսկ ոչխարը 2 գառ։ Իսկ հաջորդ տարին 3 այծերը ծնեցին 2-ական ուլ, իսկ 3 ոչխարը 2-ական գառ։ Այդպես էլ շարունակվեց։ Տարեց տարի հոտը մեծանում էր, այծերի ու ոչխարների թիվը շատանում։ Հովիվը հարստացավ։ Ապրում էր նոր ու հարմարավետ տան մեջ։ Այլևս չէր բարևում աղքատ հարևաններին։ Առաջներում հովիվը և կատակասեր էր և ուրիշներին սիրով օգնում էր։ Իսկ հիմա քայլում էր հնդկահավի պես փքված, շարունակ շրթունքներն էր շարժում, մտքի մեջ շահույթն էր հաշվում։ Եթե նույնիսկ երբևէ փաղաքշական խոսք էր ասում, ապա դա ուղղված էր եղբայր ամիսներին։ Հայտնի բան է, ինչպիսի եղանակ դրսում է, նույնպիսի եղանակ էլ հովվի սրտում։ Իսկ եղանակը որտեղից է հայտնվում։ Ասում են, որ եղբայր ամիսները բերում են իրենց մաղախի մեջ դրած։ Այդ պատճառով էլ հովիվը աշխատում էր եղբայրներին սիրաշահել։ Յուրաքանչյուրին ընդառաջ էր գալիս և խոնարհաբար գլուխ տալով ողողում էր նրանց քաղցր խոսքերով։ Գովում էր ու գովում, հետո խնդրում էր իրեն անհրաժեշտ բանը։ Մայիս ամիսը նրա համար խիտ ու բարձր խոտ պետք է աճեցներ։ Հունիսը շատ շոգ չպետք է աներ, որպեսզի ոչխարները չնիհարեին։ Հունվարը պետք է ձեռնպահ մնար ցրտերից, որպեսզի այծերը չդողային։ Այդ բոլորը խնդրում էր ու նորից սկսում գովել։ Զարմանալի բան էր։ Ամիսները կարծես հավատում էին, թե հովիվը իրենց իսկապես սիրում է։ Դրա համար էլ բարեհոգի էին նրա նկատմամբ։ Ինչ որ խնդրում էր, կատարում էին։ Հովվի համար ամիսներից ամենասարսափելին փոփոխական մարտն էր։ Մարտը անասունների համար չար ամիս է։ Թրջում է անձրևի տարափով, ծեծում կարկուտով, իսկ երբեմն էլ հոտին վարակում ժանտախտով։ Այդ էր պատճառը, որ հովիվը բոլորից շատ մարտ ամսին էր շողոքորթում։ Այդպես էլ վարվեց այն տարին, որի մասին այս հեքիաթը պատմում է։ Հենց որ եկավ մարտ ամիսը, հովիվը սկսեց իրենը. «Մարտ ամիս, դու և ուժեղ ես, և գեղեցիկ, շատ էլ երկար ես, փետրվարը քեզ մոտ ինչ է որ»։ Առավոտից մինչև երեկո հովիվը մարտին գովում էր ու գովում, իսկ մարտը ականջներն էր կախում։ Կարկուտ է տեղում, կարկուտն անցնում է կողքով, հարևանի հոտի մի մասն է կոտորում, իսկ հովվի ամբողջ հոտը մնում է անվնաս։ Մարտը բուք է անում, հարևանների հոտը ցրում է սարուձոր, դե արի ու դրանց նորից իրար գլխի հավաքիր։ Իսկ հովվի այծերին ու ոչխարներին նույն բուքը հավաքում է իրար գլխի։ Նրանց համար այնպես տաք է, ոչ մեկը չի կորչում։ Մարտ ամիսը այդպես էլ անցավ։ Նրան մնացել էր մի կարճ օր, ընդամենը վերջինը, 31-ը։ Մարտը որոշեց այդ վերջին օրը մի լավ թափառել։ Ոռնում էր, թռչում, մտնում տարբեր անկյուններ, ձյան մրիկ բարձրացնում։ Հովիվը արթնացավ, լուսամուտից դուրս նայեց ու զայրույթից տեղում ցնցվեց։ Բայց երբ շեմին դուրս եկավ, անուշը ժպտաց. «Այ թե կատակասերն ես հա մարտ ամիս,
Մարդիկ քեզ վրա զայրանում են, իսկ ես շարունակ նույնն եմ կրկնում, ասում եմ. «Այ հիմարներ, դե ինչպես չթռվռա այդպիսի հսկան, ինչպես չխաղա ազատության մեջ»։ Մարտին այս խոսքերը դուր եկան։ Նա սկսեց ավելի կատաղի սուրալ ու ոռնալ։ Եվ ահա օրը վերջացավ։ Իջավ երեկոն։ Շուտով կեսգիշեր կլինի, իսկ մարտը չի հանդարտվում։ Այստեղ հովիվը չհամբերեց։ «Դե ինչ ես զահլատանում է, դու արդեն համարյա անցել ես, եթե զզվեցրիր մեզ, այս մարտ ամսվա ընթացքում այս մարտը մեզ ուղղակի հունից հանեց։ Քեզ ուղղակի մի բան կասեմ, աշխարհում ամենահիմար ամիսը դու ես, դու և նենգ ես և տհաճություն պատճառող, լավ կլիներ, որ շուտ փասափուսեդ քաշեիր ու ռադ լինեիր»։ Այդ բոլորը լսեց մարտ ամիսը և կատաղությունից նույնիսկ շնչասպառ եղավ։ Բուքը դադարեց, քամին հանդարտվեց։ Իսկ երբ մարտը ուշքի եկավ, արդեն իսկապես նրա գնալու ժամանակն էր։ Հավաքեց իր ունեցած չունեցածը, դե քամիները, բուքը, խոնավությունն ու սառնամանիքը, բոլորը լցրեց մաղախի մեջ և ճամփա ընկավ դեպի տուն։ Նրան ընդառաջ էր գալիս ապրիլը։ Եղբայրները ճանապարհին հանդիպեցին ուղիղ կեսգիշերին։ Մարտն ասաց. «Ապրիլ, իմ փոքր եղբայր, քո ունեցած օրերից 3 օրը զիջիր մեծ եղբորդ։ Դու փափուկ բնավորություն ունես, գարնանային նվերներդ 27 օրում էլ կհասցնես բաժանել»։ Ապրիլ ամիսը իսկապես որ բարի էր։ Իր մեծ եղբոր համար ոչինչ չէր խնայում։ Նրան շատ էր հարգում ուժեղ բնավորության համար։ Մարտը ապրիլից 3 օր նվեր ստացավ և սկսեց գործել։ Քիչ թվաց նրան այն բոլորը, ինչ գտնվում էր իր մեջքից կախված մաղախի մեջ։ Իսկույն շրջանցեց երկրագունդը։ Լեռների գագաթներում արթնացրեց ձմռան աշխատանքից հոգնած փոթորիկներին։ Առաջն արած քշեց բերեց կարկտաբեր և անձրևաբեր ամպերին։ Իսկ երբ անցնում էր նեխած ճահիճների վրայով, այնտեղից տենդ հիվանդություն վերցրեց։ Եվ ինչ որ հավաքեց, բոլորը թափեց հովվի նախրի գլխին։ Առաջին օրը նրանց մի լավ թռչեց անձրևով, հետո ծեծեց կարկուտով, հոտի 1/3 կոտորվեց։ Երկրորդ օրը մարտը գործի դրեց փոթորկին։ Քամիները սուրացին, այծերին ու ոչխարներին քշելով ու ցիրուցան անելով դեպի ժայռերն ու կիրճերը։ Հոտի 1/3 էլ կորավ։ Վերջում մարտը բաց թողեց տենդ հիվանդությունը։ Ահա և ավարտվեց փոխառնված վերջին օրը։ Եկավ գարնանային ապրիլ ամիսը։ Նա տաքացրեց հողը, ծլեցրեց խոտը, փչեց տաք քամին։ Բայց այդ բոլորը հովվի ինչին էր պետք։ Չէ որ ամբողջ հոտից նրան մնացել էր միայն մի այծ, մի ուլ, մի ոչխար ու մի խոյ։ Քանի հատից որ սկսել էր հովիվը, այնքան էլ մնաց։